Բարի երեկո բարեկամներ։ Սաուդյան Արաբիայի թագաժառանգի մտքով անգամ չէր անցնում, որ համբուրելու է հետույքս։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ, ով գիտի իրական պատմությունը, զարմացած չէ։ Սա թագի գինն է, ասում են նրանք։ Մենք ջախջախել ենք Իրանը, մենք հաղթում ենք, մենք ամենահզորն ենք, մենք շարունակելու ենք, բայց մեզ ոչինչ պետք չէ, մենք հասել ենք արդեն մեր նպատակներին, մենք հեռանում ենք։ Դոնալդ Թրամփ։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիո։ Իրանում մեր խնդիրները լուծված են։ Մենք հասել ենք մեր նպատակներին, մեզ Հորմուզի նեղուցը պետք չէ։ Ում պետք է Հորմուզի նեղուցը, թող նա էլ պայքարի։ Մենք դուրս ենք գալիս պատերազմից։ Նույն երեկոյան ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթ ԱՄՆ-ն կվերցնի Հորմուզի նեղուցը իր վերահսկման տակ եւ ինքնուրույն կիրականացնի Հորմուզի նեղուցի անվտանգությունը։ Հաջորդ օրը Թրամփ. մենք շարունակում ենք պատերազմը եւ հասնելու ենք մեր բոլոր նպատակներին։ Պաշտոնական Իրան. այսուհետ Հորմուզի նեղուցով անցնելու համար Իրանը բոլորից գումար կգանձի։ Բաղեր Ղալիբաֆ. Այսպես կարող եմ շարունակել բարեկամներ եւս մի 15 րոպե, բայց իմաստ չունի։ Նորից տեղեկատվական տեղատարապ, շատ հակասական, կոշտ, կոպիտ, իրականությանը չհամապատասխանող, անհասկանալի ու երբեմն անձնականի սահմանը հատող։ Անցած շաբաթը մյուսներից չառանձնացավ, սակայն մեկ իրադարձություն իրականում ապշեցնող էր։ Հարցեր, պատասխաններ ու եզրահանգում։ Ես Հարություն Մանուկյանն եմ, դուք AMC-N հայկական հաղորդակցման ցանց YouTube-յան ալիքում եք։ Բաժանորդագրվեք, կիսվեք եւ տարածեք մեր տեսանյութերը։ Անցած շաբաթն իսկապես հագեցած էր միջազգային իրադարձություններով, ամեն ինչ պտտվում է Իրանի շուրջ եւ տրամաբանական է։ Թրամփն իր ոճի մեջ բղավում էր ԱՄՆ-ի բացառիկ լինելու մասին։ Իրանը համեստ լռում էր ու իր գործն էր առաջ տանում։ Սակայն հանրությանը ապշեցրին Մայամիում ԱՄՆ նախագահի խոսքերը, որոնք ուղղված էին Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամմադ Իբն Սալմանին։ Իրադարձություն, որը ցավոք կրկին չարժանացավ մեր մեդիա տիրույթի ուշադրությանը, չխոսեցին, չբացատրեցին։ Արդյոք Թրամփը կարող էր նման հայտարարություն անել եւ ինչու է լռում Սաուդյան Արաբիան։ Սաուդյան Արաբիայի մասին պատմությունը կլինի այս թողարկման ամենահետաքրքիր հատվածը։ Կպատմեմ փոքրիկ պատմություն, որից հետո ամեն ինչ կպարզվի, բայց ավանդույթը չեմ խախտի։ Սկզբում շաբաթվա լրահոսի ներկայացում, վերլուծություն, հետո արդեն Սաուդյան Արաբիայի մասին։ Գնացինք։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունները թեզերով եւ ըստ ժամանակագրության։ ԱՄՆ-ն ոչնչացնելու է Իրանը եւ Իրանում իշխող ռեժիմը։ Իրանը ջախջախված է, մենք հաղթում ենք։ Նրանք խնդրում են մեզ բանակցությունների մասին։ Եթե նրանք չբանակցեն, մենք կսկսենք բանակցել մեզ հարմար իրանական ուժերի հետ։ Հորմուզի նեղուցը բաց է։ ԱՄՆ-ն ապահովում է նեղուցի անվտանգությունը։ Եթե Իրանը չբացի Հորմուզի նեղուցը, մենք այն կվերցնենք ուժով։ ԱՄՆ-ի ռազմական ուժերը տեղակայվում են Իրանի շուրջ ցամաքային ռազմական օպերացիա սկսելու նպատակով։ Ես կոչ եմ անում մեր դաշնակիցներին միանալ Հորմուզի նեղուցի համար պայքարին։ ԱՄՆ-ն Իրանում հասել է իր նպատակին, լուծել է բոլոր խնդիրները։ Պատերազմը կավարտվի 3 շաբաթից։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն կրկնում է Թրամփի խոսքերը, որ Իրանում խնդիրները լուծված են, Հորմուզի նեղուցը մեզ պետք չէ, ԱՄՆ-ն դուրս է գալիս պատերազմից, ում պետք է Հորմուզի նեղուցը, թող նա էլ պայքարի դրա համար։ Լրագրողները հավաստիացնում են, որ ԱՄՆ պետքարտուղարը նյարդային էր եւ ջղաձգված, ինչը Ռուբիոին հատուկ չէ։ Այնինչի մասին բարձրաձայնում էր Մարկոն, իր խոսքերը չեն, եւ պարզ երևում էր, որ նա համաձայն չէ այդ թեզերի հետ։ Նույն օրը երեկոյան ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը Fox News-ի ուղիղ եթերում ասում է. ԱՄՆ-ն պատրաստ չէ գործարքի Իրանի հետ։ Մենք վստահ ենք, ժամանակի ընթացքում մեզ կհաջողվի վերահսկողություն հաստատել Հորմուզի նեղուցում եւ ինքնուրույն ապահովել նեղուցի անվտանգությունը։ Իրանի մեջլիսի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը հայտարարում է. այսուհետ Հորմուզի նեղուցով տարանցումը վճարովի է բոլորի համար։ Այս հայտարարությամբ Իրանը զրոյացնում է ԱՄՆ ղեկավարների բոլոր խոսքերն ու ջանքերը։ Եվ այս շարքից վերջինը, ապրիլի 1-ին իր ուղերձում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ասում է.
Մենք գնալու ենք մինչև վերջ, բայց չգիտեմ այդ վերջը որտեղ է։ Մենք չենք պատերազմելու Իրանի դեմ։ Մենք լավ հասկանում ենք դրա հետևանքները։ Մենք չենք պայքարելու ծովում եւ օվկիանոսում, չնայած ԱՄՆ-ի ռազմածովային ուժերն ամենահզորն են։ Մենք չենք պայքարելու օդում, մենք չենք պայքարելու լողափներում, մեզ դրանք պետք չեն։ Եվ ընդհանրապես մենք այլևս չենք պայքարելու ուրիշների համար։ Թող պայքարի եւ պատերազմի ՆԱՏՕ-ն։ ԱՄՆ-ն ինքնաբավ երկիր է, մենք ունենք ամեն ինչ՝ նավթ, գազ, հանածոներ։ Եթե Եվրոպային հարկավոր է իրանական նավթը, թող պայքարեն դրա համար։ Մենք դուրս ենք գալու ՆԱՏՕ-ից, քանի որ նրանք չեն ցանկանում օգնել մեզ։ Սա էր ԱՄՆ նախագահի ուղերձի հիմնական ասելիքը, ու այստեղ մի պահ կանգ կառնեմ։ Իսպանիան, Ֆրանսիան ու ելի մի շարք եվրոպական երկրներ հրաժարվել են Իրանի հետ պատերազմի համար ԱՄՆ ռազմաօդային ուժերին տրամադրել իրենց օդանավակայանները։ Գրեթե ամբողջ Եվրոպան մերժել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կոչը միանալ Հորմուզի համար պայքարին։ Սա Եվրոպայի պատասխանն է Թրամփին։ Թրամփը հեգնում էր նրանց, Եվրոպան էլ պատասխանում է։ Ասում էր՝ թույլ եք, ձեզանից ոչինչ չեք ներկայացնում, տոկոսադրույք էր բարձրացնում, ծաղրում էր, սպառնում էր։ Հիմա ստանում է Եվրոպայի պատասխանը։ Եվրոպան հրաժարվում է միանալ կամ օգնել ԱՄՆ-ին։ Այստեղ պատասխանը համարժեք է։ Ասելու բան չկա։ Գնացինք առաջ։ Իր ուղերձի վերջում Թրամփը հայտարարում է, որ Իրանում ԱՄՆ-ի նպատակները իրականացված են եւ ԱՄՆ-ն ամենաուշը 3 շաբաթից կավարտի ռազմական գործողությունները, իհարկե, հաղթողի դերում։ Սրա մասին արդեն խոսել եմ եւ սա կանխատեսել էի։ Նման քայլի դիմում է միայն պարտվողը, հաղթողը չի հեռանում, հաղթողը մնում է։ Այս իրադարձությունների ընթացքում ԱՄՆ-ի բոլոր նահանգներում բազմահազարանոց բողոքի ցույցեր են ընթանում ոչ թագավորին կարգախոսով։ Իրականում ցույցերին մասնակցում էին հազարավոր մարդիկ։ Սրա մասին էլ եմ ասել։ Իրանն այս ընթացքում հիմնականում լռում էր։ Արձագանքում էր միայն ԱՄՆ ղեկավարների այն հայտարարություններին, որոնք իրականությանը չէին համապատասխանում։ Ապրիլի 2 Պենտագոնը Մերձավոր Արևելք է ուղարկում 10,000-անոց հատուկ նշանակության զորամիավորումներ եւ 18 A-10 տեսակի գրոհային ինքնաթիռներ։ New York Times-ը գրում է. ԱՄՆ-ն պատրաստվում է ռազմական ցամաքային օպերացիայի։ Նպատակն է գրավել Պարսից ծոցում իրանական Խարկ կղզին, ինչը թույլ կտա հետագայում զարգացնել ցամաքային գործողությունների աշխարհագրությունը։ Դեռ այսքանը բարեկամներ, փորձենք վերլուծել եւ հասկանալ։ Դոնալդ Թրամփի բոլոր հայտարարությունները փաստում են, որ ԱՄՆ-ն չգիտի ինչ անել, ինչպես ինքն է սիրում ասել, ԱՄՆ-ն չունի ոչ մի խաղաքարտ։ Իրանական Խարկ կղզու գրավումը ԱՄՆ-ին ոչինչ չի տա, բացի անիմաստ կորուստներից, ու եթե նույնիսկ հաջողվի գրավել այն, ամրապնդվել այնտեղ գրեթե հնարավոր չէ։ Կղզին գտնվում է Իրանից ընդամենը 20 կիլոմետր հեռավորության վրա եւ անդադար Իրանի կրակային թիրախն է լինելու։ Սա արկածախնդրություն է։ Բանակցություններից Իրանը հրաժարվում է։ Թրամփն ասում է կբանակցենք այն ուժերի կամ այն մարդկանց հետ, ում հետ ավելի հարմար են գտնում բանակցել։ Նորից շատ հակասական հայտարարություն։ Այսօր Իրանը փակ է բառից բուն իմաստով։ Ոչ ոք չգիտի ինչ է կատարվում այնտեղ իրականում։ Թեպետ արտաքուստ թվում է, թե ամեն ինչ վերահսկելի է, բայց իմ կարծիքով դա այդպես չէ։ Իհարկե, նորից իմ կարծիքով կլինեն հակասություններ, տարաձայնություններ, բայց ինչ եւ ինչի շուրջ ոչ ոք չգիտի, ու կասկածում եմ, որ ինչ որ բան գիտեն ԱՄՆ-ի ղեկավարները։ Ոչ ոք չգիտի, ով է ղեկավարում երկիրը, կոլեգիալ որոշումներ են կայացվում, թե կա ինչ որ մեկը։ Մոջթաբա Խամենեին փաստ է եւ հայտնի է, որ ծանր վիճակում է, բայց ինչպիսի վիճակում, որքան է այդ վիճակը ծանր, կրկին ոչ ոք չգիտի։ Լուրեր կան, որ Խամենեին ծանր վիրավոր է եւ անդամահատել են նրա ոտքը։ ԱՄՆ-ն պնդում է, որ Խամենեին սպանված է, բայց սրանք միայն չհաստատված խոսակցություններ են։ Եվ այս պարագայում ում հետ է բանակցելու ԱՄՆ-ն հայտնի չէ։ Որ հարմար ուժերի կամ մարդկանց հետ պարզ չէ։ Սա իմ կարծիքով Թրամփի հերթական հայտարարությունն է, որը հիմք չունի։ ԱՄՆ-ն կանգնած է ընտրության առջև շարունակել, թե ոչ։ Եթե ոչ, ապա ինչպես դուրս գալ պատերազմից չկորցնելով հեղինակությունը։ Ու եթե շարունակել, ապա ինչպես, որտեղ եւ ինչ մարտավարությամբ։ ԱՄՆ բոլոր ղեկավարների խոսքերում հուսահատություն, անորոշություն եւ հակասություններ կան։ Ինչ կլինի, արդեն ասել եմ, եւ դա արդեն իրականանում է։ ԱՄՆ-ն դուրս է գալու պատերազմից հայտարարելով, որ իրենք հաղթել են։ Կարող է իրավիճակ փոխվել, այո, կարող է, բայց այսօր կա, այնինչ կա։ Եվ փաստում եմ ինչ լինելը։ Պատերազմի առաջին փուլը միանշանակ հաղթել է Ամերիկայի Միացյալ Նահանգները, իսկ երկրորդ փուլը
անկասկած հաղթում է Իրանը։ Սրա հետ կարծում եմ համաձայն եք եւ չեք վիճի։ Իսրայելի ձայնը դուրս չի գալիս, այո, շարունակում է ռմբակոծել, ժամանակ առ ժամանակ ելույթ է ունենում երկրի ղեկավարը, բայց իմ կարծիքով Իսրայելը հասկացել է, որ պատերազմի այս փուլը պարտված է կամ չի հասել իր առջև դրված արդյունքներին, ինչը ըստ ինձ նույնն է։ Հիմա հասանք ամենահետաքրքիր մասին։ Եթե չեմ սխալվում, մարտի 29-ին Մայամիում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը անդրադառնում է Սաուդյան Արաբիայի թագաժառանգին։ Մուհամմադը շատ լավ տղա է։ Փաստացին նա է ղեկավարում Սաուդյան Արաբիան, բայց նրա մտքով անգամ չէր կարող անցնել, որ համբուրելու է հետույքս։ Նա համարում էր, որ ես անհաջողակ եմ, թույլ ղեկավար եմ։ Հիմա իրականությունն այլ է, եւ թագաժառանգը հասկանում է, որ սիրալիր է պետք լինել։ Այլ տարբերակ չունի։ Փոխանցեք նրան, խնդրում եմ, իմ խոսքերը։ Ոչ ավել, բարեկամներ, ոչ պակաս, հենց այսպես։ Սաուդյան Արաբիան մինչ օրս լռում է։ Ով գիտի իրական պատմությունը, հասկանում է ինչու, ով չգիտի, ապշած է տեղի ունեցածից։ Հիմա կպատմեմ մի պատմություն, որից հետո համոզված եմ, հարցեր չեն մնա։ Սաուդյան Արաբիայում մոնարխիա է, իշխանության գլխին թագավորն է։ Իշխանությունը փոխանցվում է Ալ-Սաուդ տոհմի միջև, գործում է հատուկ կարգ։ Ի տարբերություն Եվրոպայի, որտեղ թագը փոխանցվում է ուղիղ ժառանգին, օրինակ որդուն, Սաուդյան Արաբիայում թագաժառանգ կարող է լինել իշխող թագավորի եղբոր տղան։ Թագաժառանգին ընտրում եւ հաստատում է գործող թագավորը, հաշվի առնելով տոհմի մեծերի խոսքն ու խորհուրդը։ Այսօր Սաուդյան Արաբիայի գործող թագավորը Սալման իբն Աբդուլ Ազիզ Ալ-Սաուդն է, որը ղեկավարում է 2015 թվականից։ Մինչև 2017 թվականը թագաժառանգ էր ընտրված Մուհամմադ իբն Նաիֆը, որը գործող թագավորի եղբոր տղան է։ Ղեկավարում էր կարևոր ոլորտներ՝ ներքին գործերի նախարարություն, պատասխանատու էր նավթահանության եւ վաճառքի համար, ղեկավարում էր բոլոր ուժային կառույցները։ Արևմուտքի կողմից դիտարկվում էր որպես խելացի, հասուն եւ հուսալի գործընկեր։ Մերձավոր Արևելքում համարվում էր ԱՄՆ-ի կարևորագույն եւ ամենահուսալի գործընկերներից մեկը։ 2016 թվականին առաջին անգամ ԱՄՆ-ի նախագահ է ընտրվում Դոնալդ Թրամփը։ Ընտրվելուց ընդամենը մի քանի ամիս հետո 2017 թվականի մայիսի 20-ին Թրամփը պաշտոնական այցով մեկնում է Սաուդյան Արաբիա։ Հիմա դուք տեսնում եք կադրեր այդ այցելությունից։ Բնական է, Թրամփին դիմավորում են մեծ շուքով։ Թագավորը կազմակերպում է տոնախմբություն։ Աշխարհի բոլոր լրատվամիջոցները ուղիղ հեռարձակում են Թրամփի այցը Սաուդյան Արաբիա։ Հանդիպումից մի քանի օր անց նույն լրատվամիջոցները նկատել եւ խոսում են այն մասին, որ Թրամփը չի հանդիպել թագաժառանգ Մուհամմադ իբն Նաիֆի հետ, նույնիսկ չի խոսել նրա հետ, բայց ակտիվ շփվել է թագավորի որդու Մուհամմադ իբն Սալմանի հետ, ինչը Սաուդյան Արաբիայի օրենքով չի կարելի։ Թագաժառանգը իբն Նաիֆն է։ Միջազգային հանրությունը սկսում է քննարկել տեղի ունեցածը։ Ազդեցիկ լրատվամիջոցները գրում են, որ Սաուդյան Արաբիա ԱՄՆ-ի նախագահի այցի նպատակն էր փոխել արդեն իսկ ընտրված թագաժառանգին Մուհամմադ իբն Նաիֆին եւ նշանակել նորին, որը ԱՄՆ-ի համար կդառնա ավելի լավ եւ հուսալի գործընկեր։ Թրամփը հերքում է բոլոր այս թեզերը։ Լուրերը որակում են որպես զրպարտող բամբասանք եւ կարծես թե մոռացվում են։ Սակայն Թրամփի այցելությունից մի քանի օր հետո 2017 թվականի հունիսի սկզբին Սաուդյան Արաբիայի թագավորը հրավիրում է տոհմի մեծերի խորհուրդ եւ հայտարարում է, որ փոխում է իր որոշումը եւ ընտրված թագաժառանգ Մուհամմադ իբն Նաիֆը այլևս թագաժառանգ չէ եւ միանձնյա հռչակում է նոր թագաժառանգի անունը՝ Մուհամմադ իբն Սալման, գործող թագավորի որդին։ Նախ, ըստ օրենքի նման բան չի կարելի անել, չի կարելի որոշում փոխել, չի կարելի միանձնյա որոշում կայացնել եւ չի կարելի հռչակել թագաժառանգ մի մարդու, որը իրական թագաժառանգը չէ, բայց գործող թագավորը խախտում է բոլոր օրենքները։ Եվ նույն խորհրդի ժամանակ հայտարարում է, որ բոլոր գործերը փոխանցում են նորընտիր թագաժառանգին, իր որդուն։ Այդ գիշեր ձերբակալում են Մուհամմադ իբն Նաիֆին եւ նրա բոլոր կողմնակիցներին։ Մի քանի օր պահում են Էլ-Ռիադի Ռիցս Քարլտոն հյուրանոցում։ Ձերբակալվում են նաեւ մի քանի տասնյակ խոշոր բիզնեսմեններ եւ արքայական տոհմի ներկայացուցիչներ, որոնք ընդդիմանում էին կամ ընդդիմախոսում էին գործող թագավորին։ Ինչ են անում, ինչ է տեղի ունենում ձերբակալվածների հետ հյուրանոցում, ոչ ոք չգիտի։
Այսօր Մուհամմադ Իբն Նաիֆի մասին ոչ ոք չի հիշում։ Նրան հեռացրել են բոլոր պաշտոններից եւ արգելել են զբաղվել քաղաքականությամբ։ Թագավորի որդի Մուհամմադ Իբն Սալմանը համարվում է Սաուդյան Արաբիայի թագաժառանգը եւ դա քննարկման ենթակա չէ։ Հիմա տեսնում եք 2025 թվականի կադրեր։ Մուհամմադ Իբն Սալմանը այցելում է Վաշինգտոն եւ հանդիպում է նախագահ Թրամփի հետ։ Հետո Թրամփն է այցելում Սաուդյան Արաբիա։ Նրանք կրկին դիմավորում են մեծ շուքով։ Փաստացի Դոնալդ Թրամփը Սաուդյան Արաբիայի թագավորին ստիպում է օրենք խախտել։ Ինչպես է ստիպում, չեմ կարող ասել, բայց փաստը մնում է փաստ։ Ու հիմա բացահայտ ասում է, որ ես չլինեի, դու թագաժառանգ չեր լինի, տղա ջան։ Հետևաբար պետք է անես այն, ինչը ինձ պետք է։ Ու ավելին, պետք է համբուրես հետույքս։ Այլ տարբերակ չունես։ Սա է ամբողջ նախապատմությունը, փորձեցի պատմել բարեկամներ շատ կարճ։ Պատմությունը շատ հայտնի է, նույնիսկ կան նկարահանված բազմաթիվ դոկումենտալ ֆիլմեր, իդեպ կարող եք դիտել, բայց մինչ օրս տեղի ունեցածը ներկայացվում էր որպես ներքին ճգնաժամ, ով բարձրաձայնում էր ճշմարտությունը, միանգամից լռեցնում էին։ Սակայն պարզվում է այն, ինչի մասին խոսում էին, իրականություն է։ Փաստացի ստացվում է, որ Դոնալդ Թրամփն իր ընտանիքի հետ, մասնավորապես իր փեսա Ջարեդ Քուշների հետ միասին Սաուդյան Արաբիայում կազմակերպում է պալատական հեղաշրջում։ Ասում են, Դոնալդ Թրամփը դիմել է այս քայլին իր ընտանիքի սեփական շահերից ելնելով։ Որն է նրանց սեփական շահերը, ես չգիտեմ, բայց իրականությունը սա է։ Երբեմն պատերազմներն ու համաշխարհային ճգնաժամերը մերկացնում են իրականությունը, ինչն այլ պայմաններում հնարավոր չէր լինի։ Թագի գինը, այսպես են որակում մասնագետները Մայամիում տեղի ունեցածը։ Այո, պետք է թագաժառանգը վճարի, պետք է շնորհակալ լինի Թրամփին, որ այսօր նա թագաժառանգ է։ Այսպես է լինում բոլոր այն մարդկանց հետ, ովքեր ինչ-որ մեկամետ են, ովքեր գտնվում են մեկ այլ պետության հովանու ներքո, ովքեր անձնական սեփական շահերից ելնելով խախտում են իրենց երկրի օրենքները, մտածելով, որ կանցնի, չեն պատժի, չեն բռնվի, ով պետք է իմանա, ով պետք է պատժի, բայց այսպես էլ է լինում։ Ու սա է ճիշտը։ Դրա համար էլ Սաուդյան Արաբիան լռում է։ Ինչ ասեն, ում պատասխանեն, ինչպես պատասխանեն, ոնց ձևակերպեն։ Բաժանորդագրվեք բարեկամներ մեր AMC-ին YouTube-յան ալիքին, բայց սա դեռ վերջը չէ։ Բաժանորդագրվեք, որ բաց չթողնեք հաջորդ թողարկումը։ Իսկ հաջորդ թողարկումը, եթե տեղի չունենան արտարոց իրադարձություններ, կպատմեմ եւս մի հետաքրքիր պատմություն, բայց այս անգամ Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեի մասին։ Տեղեկություններ են սկսել տարածվել, որ Խամենեին գիտեր իր սպանության մասին, գիտեր, բայց դիտավորյալ չի թաքնվել։ Ու սրա մասին խոսում են արդեն արևմտյան լրատվամիջոցները։ Իսկ ինչու չի թաքնվել, դա արդեն հաջորդ թողարկմանը։ Բաժանորդագրվեք, հետևեք մեզ, տարածեք մեր տեսանյութերը, ֆինանսապես աջակցեք մեզ բարեկամներ։ Ես Հարություն Մանուկյանն եմ, դուք AMC-ն հայկական հաղորդակցման ցանց YouTube-յան ալիքում եք։ Մինչ նոր հանդիպում։